Առաջին մեծ նախագիծը եղել է վարձերի ստեղծումը, պատերազմ դա շատ օգտակար բան է, թե բացում դեպքեր կարդալուց ընթացելիս մեծ հարկավոր լինում եւ մեր վարձերի ստեղծումը 3 փուլով եղավ, քանի որ սաներին շատ հետաքրքիր էր կարում եք հնարով աշխատել առհասարակ ինչ է դա, մենք որոշեցինք, որ Արհեստանոցը տեղափոխենք մեր խմբասենյակ, առաջին օրը առանց ծնողների սաների հետ ձևեցինք մեր կտորները, հետո միասին կարեցինք տեսանյութերը որը կա, սաների հետ փորձեցինք կարել, իսկ հաջորդ փուլում արդեն միացան մեզ ծնողները եւ նրանք հետ փորձեցին կարել երկրների հետ ակտիվային կարում եւ մեր բարձերը իր օգտակարությունը տվեց խմբասենյակում։ Մեր հաջորդ նախագիծը, քանի որ մեծ կարևորություն է տալիս ծնողների ակտիվ ներգրավվածությանը, եղել է շաբաթական կարճությունը, որը իսկական ընտանեկան միջավայր դարձավ, ստեղծագործական միջավայր, յուրաքանչյուր ծնող իր բալիկի հետ անվանական թռչնատարան էին իրենց գտնատարան էին ներկում, որը խմբասենյակի շապիկները կծառայի Եվ ձոն մայրիկին նախագծի ընթացքում գրգին այցելել ենք ընկերների մոտ, Արհեստանոց, մայրիկների համար մազականներ ենք կարել սաների հետ և նվիրել են գրգին ձոն մայրիկին նվիրված նաև խոհանոցային սրբիչներ ենք կարել, համագործակցությունը շատ ակտուալ է այս ընթացքում էր։ Այս անգամ էլ մայիսյան հավաքի ընթացքում այցելեցինք գրգին Արհեստանոց և կարեցինք պետական օգտագործման գրչալիքներ։ Իրենք փոքր դետալներից էին թափոններից էին, որը սենց պոդիումներով նաև մենք մեր խմբասենյակում ունենք ընթերցանության անկյուն և ընթացքում դատարման ընթացքում փոփոխության է ենթարկվում, որոշեցինք մի որոշ ժամանակ, որ այդ թատրոնի անկյունը ձևափոխենք այլ կերպ լինի և թատրոնի համար պատուհան կարեցինք ընկերների հետ, հետո մենք արդեն հեքիաթի հերոսները փետուրներով պատրաստեցինք սաների հետ, պատուհանի տեսանյութն կա, պատուհանը պատրաստեցինք, իսկ հետո արդեն մեր ներկայացումները բեմադրեցինք, տվեցինք, նաև համագործակցեցինք գրգին Արհեստանոցի հետ, ունելով թաշկինյակներ պատրաստեցինք, ներկեցինք։ Եվ այս մեկ տարվա ընթացքում իսկական համագործակցային միջավայր ստացավ մեր Արհեստանոցը, որտեղ ներգրավվեցին և սաները, և ծնողները, և ուսանողները, և մենք ձեռք բերեցինք նոր հմտություններ, համատեղ աշխատեցինք և դա կլինի շատ շարունակական։ Վերջ, շնորհակալություն։ Մայրիկների համար շոտ չեք տարել։ Վերջը։ Դու հստակ ես քեզ գոհաստ շոտ տարել։ Իրականում ես տարի եմ մտածում, ես ինչ ընդունվել եմ այս քոլեջ մտածում եմ ուղղությամբ, որոշել էի, որ նշանտեքի շորով պետք է վստահեմ կարեմ, բայց չվստահեցի։ Երեխաների հետ աշխատելը շատ դժվար է, իրականում օգտակար։ Ես ընտրել եմ երեկոյան զգեստ, կորսետով և կիսաշրջան զգեստով։ Միտքս ծագել է այն ժամանակ, երբ ունեին կարիք ամանը, և մտածեցի մեկ ամյա սովորելու ընթացքում ընտրել այնպիսի զգեստ, որը
եւ բարդ լինի, եւ գեղեցիկ, եւ հագնելը արիթի ժամանակ։ Ընտրեցի այս տարբերակը։ Իմ կորսետ տարբերակը կտոր ատլաս տախտա, վերցրել եմ սոսինձային կտոր, աստարացի։ Կոստիչկանի և ակնարկներ և մետաղյա անցքեր։ Ունեն ընթացնային աշխատանքներ, հարկերների օգնության։ Մինչ այդ ես չեմ կարողացել օգտվել էսքիզներից, կատարել ձևափոխումներ։ Կարի հետ ընդհանրապես կապ ունեցել եք։ Ինչպես։ Կարի հետ ընդհանրապես կապ ունեցել եք, թե չեմ ունեցել, բայց փոքրուց շատ եմ սիրում։ Եվ ունեմ նպատակ, որպեսզի ունենամ եսիմատելիե։ Աշխատում եք դուք հիմա։ Չէ, տնային տնտեսի վրա։ Բա ոնց որոշեցիք սովորել։ Արդեն ոնց որ երեխաները Որ կապ չեք ունեցել էլի կարի հետ։ շատ եմ սիրել կարիը։ Եվ ծանոթս խորհուրդ տվեց, ասեց դու այդքան սիրում ես եւ պարապ ես, միգուցե դու զգաս գնաս սովորես, եւ ծանոթս այստեղ է ավարտել, սովորել է։ Ասեցի լավ, եկա եւ շատ ուրախ եմ։ Կմտնում եք։ ձեզ դուր է գալի ձեր կարաշը։ Կարևորը դուներդ գալիս է։ Օրինակ բաներ կա, որ կարող է հաճախակի կարենք ընկերներին, ես գիտեմ, որ ինքը կստիպի ծուռ կարը քանդել եւ նորից կարել, բայց օրինակ ես կարող եմ չքանդել։ Անկեղծ կլիներ, ես կարող եմ չքանդել, ես մի ուրիշ ձև քողարկեմ, դա կանցնեմ կգնամ, դրա համար եմ հարցնում, օրինակ ձեր դուրը, ձեր կարը գալիս է, կարևորը դա է։ Ինձ տիպում է քանդել։ Հա, վաու։ Դա էլ է բնավորություն կարծում եմ։ Արդյոք դա էլ է բնավորություն։ Քանի անգամ ես ասեմ, դե լավ, ոչ չի տեսնում։ Ոչ է քանդել։ Ավելի շատ քանդել եմ, քան կարել եմ։ Քանդելու ձգանք ստացել։ Եթե ձեզ պետք է քանդել։ Տոմի մեջ կգրեք քանդելու տեխնոլոգ։ Իսկ ես ընթացքում պատվերման չեք արել, չէ՞։ Ունեմ պատվեր, բայց չեմ սկսել։ Մտածում էի ավարտել։ Նախատեսում եք դուք անդադ որևէ դեպքեր բացել կամ տան աշխատել, թե որևէ մեկի մոտ աշխատել։ Չէ, սկզբնական շրջանում ուզում եմ որպես պրակտիկա ձեռքբերել, բայց դժվար կա, որ ես շնորհակալ եմ ձեզ։ Կարելի է գնալ։ Քոլեջի Վարուձեր պետնավոր բաժնում ասեմ, որ ես ունեմ դեպքի կապել զբաղվում եմ միայն առաջորի ձևափոխմամբ։ Եկել եմ միայն մտածության, որ այստեղ սովորեմ գրակի հետ կարելը, գործնական հմտություններ ունենալու։ Հիմա ստացվել է, ես մի տարվա ընթացքում իմ դիպլոմային աշխատանքն է, փորձել եմ ստանալ կանանցի նրբություն շորը, որը կարող է սարքնել տարբեր տեղեր, տարբեր ձևերով, բաղկացած է երեք մասից, կիսաշրջանցքեստից, վերնազգեստից և կաշտաբանից։ Իրան կարող ենք հագնել տաբատը և վերնազգեստ առանձին առանց կիսաշրջանցքեստի, կարելի է հանել կիսապետական տաբատը, կիսատաբատը, հագնել ինքը ամբողջական շրջանցքեստ։ Կարվածավորոշի կտորից, Լեոնի ինքը բնական ծովի վարավորից է, ընտրել եմ այս կտորը, որովհետև ինքը առան համար հով է։ Համար հով հատկանքները հարմարավետ է։ Միտքը
ձերն է։ Չէ, օգտվել եմ ինտերնետից, բայց ընթացիկ փոփոխությունները արել եմ քիչերի Հորեսը շատ սիրուն է։ Նոր մոտեցում ամեն դեպքում, այսպեսի բան չգիտեմ, ես չեմ տեսել։ Հետո ինքս ախարարա, եթե հակնել նկարաններն էլ լավ սեկցիա շավարանում, խաղացողներով, հա, շոսարանում հանել։ Տեսնեք իրան առանձին, այս սանիտարը կարա դուրս կա։ Կարը ֆոտոսեսիաների համարել կարող է, չգիտեմ, ես միտքնել արդյոք ես տվեց, շատ հարմարա ձիաշավարանում, ինքը ես թելերը հակնելու համար ինչ-որ միջոցառումներին ես տեսել նկատել ու խնջույքներին էլ բարձրակնողներին կարելի է հակնել իսկ սա առանձին ուրիշ ջինսերի հետ Ժիլետ կարելի է հագնել, որպես կարելի է հագնել։ Կարելի ջան, այդ կհանվես, համբաստես ու քիչաստես երկել շոհ։ И брюки превращаются с легким движением руки. Все, гнаться цов. Այ, գլխարկն է փոքրս։ Հա, բայց միջոց գլխարկի կարելի է։ Սիլոյա թույլում պետք է։ Սկոպոյի սապոտները։ Իսկ այս ընթացքում ձեր ապերներին բացի ձևափոխելու եւ այլն աշխատանքից այլ պատվերներ ընդունել եք։ Չէ, միայն ձևափոխումներ են արել, դամաշնորհակալություն ստացեցի կրթահամարի, որ հնարավորություն են ձեռնես, որ կանստեղ գրագեր կանոններ սովորել։ Կարողանամ ուղին գծագրեն, չափումներով, չլու կարեմ, ու այստեղ է հելարի, որ ես արդեն իմ հատորին վերցրել եմ պատվեր, այդ պատվերը Ես կապ չունեմ աղջիկներ, ձեր նախաձեռնությունն է, ես կապ չունեմ, ձեր ցանկությունն է, Բայց ստացվել է պատվերը հանձնել եք։ պատվերը ստացվել են, Վճարներ տվել եք։ Լավ չես կա։ հա, սա են ընթացիկ աշխատանքներն են, ծառայում շատ շնորհակալություն։ ես եմ շնորհակալ։ Աշխատում կրթահամարներում ունեմ միայն այս կորսետը կարված, սա ենք հաստրել ինտերների հետ։ Կլինի շատ անկեղծ ու սենց իմ բարերը, որտեղ սենց միշտ ասում ես մեծ կին եմ բարերը, լավ չեմ իշում, սենց ինչ որ կարգով է, կարևը չէ իշում, բայց կարել ենք տող կորսետ, ուզում էի, որ ունենայի կորսետ, բայց ոչ ստանդարտ կորսետներից, որ հիմա ունենք, ուզում էի փոքր տարբերվող, դրա համար որոշեցի տող կորսետ, իսկ ջինսը ընտրել եմ, որովհետև տրենդային է, ջինսը կտոր է, այնքան քիչ ավելի փափուկ, բայց սկզբում նախատեսել էի ավելի կոշտով, որովհետև ավելի կոպիտ լինել, հետո սա ընտրեցի։ Սկզբում ուրեմն ասեմ, որ մի քիչ այս կողքերը էլի ավելի ուրիշ ձև էի պատկերացրել, բայց ընթացքում արդեն փոփոխեցի ու հասկացա, որ այսպես ավելի ինձ դուր կգա։ Ուրեմն ամբողջը սկսած էսքիզներից, մոդելավորումից, ամբողջը ինտերների օգնությամբ արել եմ, բոլորը առանձին ինչ-որ դետալներով են, ինչի ինքրեցի նաև այս կապերը, որ ինքը ավելի տոպի մատվի, ոչ թե այսպես։ Ուրեմն դե արդեն կարել ենք, մակրակարդվել ենք, դրայի զարդակարել է, այստեղ նաև ունենք ամբարներ, երկաթյա, որ ինքը կարողանամ կառավարել որը։ Ընտրել եմ նաև շղթան, ասոտագույն հարմարեցրել եմ այդ կողակների հետ, այդպես։ Կարող եմ գործունեցից պատվել կրթահամարների, դասավանդում եմ տեխնոլոգիայի ժամերի կառուցել, սովորողների հետ, իհարկե հակուշ չենք մոդելավորում և կարում, հիմնականում այդ էկոբայոսակները աշխատանքները, որ անում են, նորից սովորողների հետ չափսերով էսքիզավորում ենք, կտրում ենք, իրենց իմ օգնությամբ իրենք կարում են, կարելուց հետո կարող են, որ ներկում են, նկարում են իրենք, հա, էսքիզները նորից տալիս են, ինչ պետք է նկարեն իրան նախապես ցուցադրում են, ընթացքում ունեմ նաև կարած սովորողների հետ թաշկինակներ, բնավոր
արտասից մեր պարերի համար, մեր մեդիալոկատիվ էինք պատրաստում, դա ենք կարել, հետո աշխատանքային գողնոցներ ենք կարել, այդ կտորի անունը չգիտեմ, այդ որ մենք ենք է, Լաշովկա։ հա, այդ կտորներով կարել ենք, ինքը իհարկե մենք ոչ մի պլատֆորմ չուներ, որ սովորողներն համար ավելի հեշտ լինի մատչելի իրենց տրվի, ուղղակի երկար վերցրելի, գլխի տեղի կարել, հա, կողքերով և երկու կողմի իրենց կապերով մենք կապվել ենք։ Լոգոմը տուներ չէ տղան։ Լոգոմ ամբողջը դրված է, նաև ասեմ, որ հունվարին մեզ մոտ ծմերպապ մրցանակ կա, որ մենք անում ենք մեկ տարվա աշխատանքների շուրջ, հա ներկայացնում ենք, այդտեղ ունեմ հոդված գրած, դրա վերաբերյալ, հոդվածը մշակվել է, այդ մրցանակ եմ արժանացել, ծմերպապ մրցանակ եմ ստացել, ամբողջը մանրամասն Ով տանջվի ով մրցանակ ստանալ։ Այնտեղ ամբողջը նկարներով, տեսանյութով տեղադրված է ամբողջը։ Իհարկե կարել շատ եմ սիրում, մինչև այս տեղի մոտ գալու, դե արդեն դասավանդում էի ու կարել կարողացել եմ, չգիտեմ, մայրիկիս մեքենայով եմ ելույթ միշտ այնքան փորձել, կարողանում եմ կարել, բայց դե ոնց ասեց Հելինը, գրագետ գիտելիքները տենց կարող է դեռ բավականին շատ չունեմ, բայց ստացել եմ այստեղ։ Կփորձեմ հետո հետագայում ավելի զարգացնել, եթե ձենամ շարունակեմ, դե այս պահի դրությամբ չեմ կասի, որ տենց գիտելիքները շատ են, որ սկսեմ չհագուստ կարել, բայց կփորձեմ։ Բայց գործում էլ ես, չէ՞, ոնց որ գործում էլ ես։ Հա, ես գործում եմ, հելունագործությամբ ես գործում եմ, այդ մայիչնի թելերը որ կան, մի քիչ հաստատ, հա, դրանցով զամբյուկներ, տարբեր կարող են նաև երեխայի համար սպայուսան, այդ էլ տատիկից այկել ժողովրդին, այս կանգնած են վերջը դրուներ, ասեն վերջ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Այս այգի վերջը։ Չէ, սիգուրն է։ Վերջ, այսքան։ Երբ ունեսում։ Կարող եմ սեփական էտոքից փոթվել։ Լավ, նստի, տեղյակ ենք։ Այս ամեն օր տեսնում։ Facebook-ից հետևում ենք, տեղյակ ենք։ Հետաքրքիր ուղիներում եմ։ Ես էլ ամեն օր տեսնում եմ երեք։ Մենք եթե ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ պետք լինի, ընկերներին ձեզ խորհուրդ կտա, որ դիմեք օրինակ գանին, այս կարի հարցով կամ այն կարի հարցով ինչ եք կարծում, իմանալով ձեզ եւ ձեր կարի գործը։ Եթե ինքը պատրաստ է, որ ես կտորները վերցնեմ գա։ Չէ, իրան մոտ չէ։ Երևի ընկերներին պիտի հարցնեք։ Չէ, եթե մի հատ նորից դրանից կարող եմ։ Ինքը կարող եմ այս ներքից շատ կարող եմ, չէ, բայց ուրիշ նոր մի բան, իհարկե ոչ։ Պարզ մոդելներ կա։ Պարզ կարող եմ, հա։ Հետո գիտեք, եթե անկեղծ ասեմ, ընկերներին ես կարող եմ կարել։ Ինչ որ ուզում եմ կարող եմ ստանալ, բայց այդ ոնց կստանամ, ընթացքը հաստատ ոչ ճիշտ գրագետը ոչ այն ճիշտ ու պրոֆետ կչարչարվեմ այնքան ճիշտ սխալ այնքան կանեմ վերջում կստանամ, բայց թե ոնց եմ ստացել, ես կիմանամ։ Դի կարևորը վերջն է։ Հա, Կարևորը վերջն է։ հա, ապետոր արդեն ուսան պատվեր ասել եմ, ինտերնետ ստիպերել եմ դեվացել եմ շորերն ասը։ Բարև ես Եգան եմ, Ամերիկամյա ուսանողներից, իմ այսօրվա դիպլոմային աշխատանքի վերնագին է ներկայացության սահմանին, ես ունեմ երկու կարված զգեստ, որոնք ավելի շատ գրգրմեն դեպի ներկայացություն, իրենց կուրային համադրությունը, միջև հաղստը իր վերջնական տեսքին հասնելը, անցնում է շատ տարբեր փուլեր, դրանք ունեն կրոնետրություն, գլեյմաններ, գծադրեր և այլն ու վերջնական հասունքին են հասնում։ Սենք ինքնացիկ աշխատանքներ են, կարված բանդակավոր կտորից։ Ունեմ կարված բանդակավոր կտորից բենեշապիկ, որոնք դուք այստեղ կոլեջում
բազմիցս տեսել եք։ Մենք կտորեցին ասում եք ինչ լավ էր աշխատում։ Ձեզ համար ունեմ մենք կտորեցին Արմենիայում կրելու կորսետ, հիմնականում ավելի շատ հարմար է վերնաշապիկների կամ ինչ-որ որպես երկրորդ հագուստ իրան կարելու համար և ունեմ ամառային, ավելի շատ ամառային, որովհետև կտորը բարակ քիչ է, տաբակ, որը լայն է, oversize է և կարող ենք կրել որպես ավելի շատ սպորտային, դասական ոճում այդքան էլ համադրելի չի, բայց եթե ուզենանք կարող ենք համադրել։ Իմ կտորները կարված են այս զգեստը, կորսետը և կիսաշրջան զգեստը, նրանք իրենց առանձնանում են, կարված է բիլյորից, կորսետը և կիսաշրջան զգեստը, այստեղ վերևի հատվածում դասերը կարված են շիֆոն կտորից և այս փաշտամություն տվող, որուսիկություն տվողը կարված է արգանզայից, արգանզան առանձնանում է իրենից, կորսետի կայքից է կապված և առանձնանում է կարող ենք առանձնացնել և հագնել միայն կիսաշրջան զգեստն ու կորսետը, զգեստը այնպես է կարված, որ եթե ցանկանանք կարող ենք նույնիսկ առանց կորսետի հագնել կիսաշրջան զգեստը և հակառակը առանց կիսաշրջան զգեստի հագնել կորսետը, հարմարեցնում է և առանձնանում է։ Բիլյուրը շատ հին կտոր է, նախկինում օգտագործվել է թագավորական հագուստների և զգեստների մեջ, հիմնականում կարել են արքաների և թագուհիների համար կարող զգեստներ, քանի որ ինքը թանկարժեք կտոր է եղել։ Ատլասում հարթ շքեղ և թայլուն երեքով կտոր է, Ատլասից կարված է իմ հարկի զգեստը, այս զգեստը ևս առանձնանում է, կարող ենք հանել այս վերևի դարսերը և կարող ենք առանձնացնել թևը, կարող ենք այսպես առանձնացնել, դառնա մի թևանի, եթե սա են հանենք, կդառնա Երկու թևը դուրս չի գալիս։ Երկրորդ թևը չէ, դուրս չի գալիս, ինքը այսպես առանձնանում է, կարող է այսպես լինել և կարող ենք կրել նույնիսկ։ Ատլասը հին կտոր է նորից, փայլուն, շքեղ և գեղեցիկ երեսով։ Արգանզան նորից փափուկ ցանցից և արգանզան ցանցից փայլուն կտոր է, լինում են տարբեր տեսակներ, կոնկրետ այստեղ ես օգտագործել եմ մի քիչ շոր կտոր, եթե ուշադրիր լինենք, եթե իրան թողեք օրինակ այս դեպքում կմնա, այսպես կմնա և ունի մագնիսականալու հատկություն, իսկ եթե բարակ լինելակնա, չէր մագնիսականանա և այսպես չէր լինա, ինքը Գունային համադրությունները, էներգիան և հաղորդը սինթեզ, վար կարմիր դրամատիզմը ու մուգ կապիտի ազնվականությունը ստեղծում են կատարել հավասարակշռություն, կարմիր գույնը կտորի հաստ փայլը հավաքում է առավելագույն էներգիա և համարձակություն ու շքեղություն, իսկ մուգ կապիտը թավի շքորությունն ու թափանցիկ արգանզայի համադրությունը ստեղծում են էներգիան ու հակավարական ավելի շատ տեսք, մեկ գույնի սահմաններում տարբեր կտորների խաղը զգեստին հաղորդում է ավելի շատ եռաչափ խորություն և հարստություն, իսկ տաք կարմիրի և սարի կապիտի համադրությունը բարձր նորաձևության և ամենատպավորիչ գույներից են նրանք, որովհետև աչքի ավելի շատ են ուշադրություն գրավող գույներ են նրանք։ Այստեղ արդեն վերջնական արդյունքներ զգեստի, որ արդեն նկարել է, ինչպես ասացի, զգեստը սկզբից անցնում է տարբեր փուլեր և հասնում վերջնական արդյունքին։ Այս զգեստով ցավոք չեմ հասցրել նկարել նրան, որովհետև կարել եմ վերջում եք շաբաթում երեք եմ վերջացրել։ Եվ ես այս տարվա ընթացքում նաև կեշտապիսիմոց սովորել եմ Marvelous ծրագրով 3D մոդելավորում, հաղորդը նորից հավաքել եմ 3D մոդելավորումով։ 3D մոդելավորումը մեզ թույլ է տալիս մեր 21-րդ դարում ավելի շատ զբաղվել և մեր մտքերը ոնց որ արտահայտել համակարգչով։ Այստեղ ունենք արդեն պատրաստի զգեստի 3D մոդելավորման ձևը և նրան կարող ենք տեսք տալ, հասկանալ ինչպեսի դիրքերում է գեղեցիկ, ինչպեսի
շատ մասնացեց, դրա համար չունենք կադրել։ Այստեղ արգանզան է, ու արգանզան ոնց որ 3D մոդելավորման մեջ ինքս քաշում էր, 3D մոդելավորումներ ինքը ունի ծանրությունն է, եւ այդ ծանրության հաշվին ոնց որ զգեստը ավելի շատ ընկնում էր գետին, դրա համար մենք չունեցանք այդ վիդեոն քայլելու ընթացքում, բայց ընդհանուր առմամբ ունենք այս 3D մոդելավորումը, ու եթե մենք ուզենք, կարող ենք ցանկացած զգեստ 3D մոդելավորումով ստանալ եւ ոնց որ հասկանալ էլի այդ զգեստի վրա ինչ փոփոխություններ կարող ենք անել եւ չեն կարող։ Ահա եւ այդ շնորհակալություն շատ դժվար համար։ Ինչ ես որոշել անել, դա ավարտեցի, Ավարտեցի, քանի որ չհասցրեցի համալսարանում այս տարի, որոշեցի ավելի շատ խորհրդար սովորել, տանը արդեն որ հիմնադրամի գիտելիքները ընկերներին որպես ստեղծվել են, տարիներ եւ այլն, որոշել եմ տան պայմաններում, հետուց ընտանիքի արտադրի եւ այլն, ոնց որ սովորել, բաներ կանել, որպեսզի այսպես ասած ստացվի, մինչև որ մյուս տարի արդեն կդիմեմ համալսարան, ուզում եմ դիմեմ պոլիտեխնիկական համալսարան, ու ուզում եմ նորից շարունակել այսօրը դիզայն։ Դիզայն պոլիտեխնիկի։ Ընկեր Թումանյանի։ Ընկեր Սարգսյանը, իսկ մի տարվա ընթացքում աշխատել եք նախատեսում եք։ Այս ոլորտում, դες աշխատանք եմ իրականում դիտում, որպեսզի կարողանամ իմ ունեցած գիտելիքները ներդնել աշխատանքի մեջ ու մոռացության չմատնվի, որովհետև եթե գիտելիքը չենք օգտագործում շատ երկար ժամանակ, հնարավոր է որ մենք մոռանանք ու թերանանք մեր գործում հետագայում։ Մասնագիտությունը դեր մոռանանք։ Դե հնարավոր է լինել դեպքի, երբ որ օրինակ ներկայացնող կարող է լինել ինչ-որ բաներ, որ այդ պահին Շատ դետալների մշակում, ոչ թե զուտ մասնագիտություն։ Կարծել եւ տեխնոլոգիան ես այս մեկ տարվա ընթացքում սովորեցրեց ինձ ճիշտ ձևով հիմքը գծարվել եւ կառուցել ճիշտ հագուստ, ճիշտ ձև։ Ես հիմա ներկայացնեմ իմ պատրաստած մոդելը, աղջկաս հագուստը, որը կորսեթային ահապլասի կորսեթ է եւ ծուլով իսաշրջազգեստ։ Կորսեթը պատրաստված է ատլասից, աստարից, ձողերից, մետաղյա անցքերից և սոսմիզանյութից, իսկ իսաշրջազգեստը ավելի փարթամ, կարկակաաստար և ունի ինքը ավելի փարթամ տեսք։ Սրանք աշխատանքներն են մեկ տարվա ընթացքում։ Ես սկզբանե կարուձև շատ սիրել եմ ու կարուձևով զբաղվել եմ, բայց իսկական գիտելիք ստացել եմ ես մեկ տարվա ընթացքում, շնորհիվ ընկերների, շատ շնորհակալ եմ, որովհետև ես չեմ մնացել գծագրել, ես չեմ մնացել մոդելավորում անել, այդ ամեն ինչը ես սկսել եմ տեխնիկի։ Ինքն էլ դուստրել եմ ինձ շորիկը ատլասից է, տակի տակը ունի ինքը որ ցանց է, որը ինքը ավելի հարթամ դարձնում, ծավալների ու բայց
Ինչի համար է ձեզ համար կարևոր կրթություն ստանալը։ Նպատակը ձեր ո՞րն էր։ Նպատակը հենց ասեմ սենց ուրեմն նպատակն է սովորել ճիշտ լուծելով, ճիշտ քրագետելով սովորել կարծել, քանի որ ես դա պայմաններում կարծել անում եմ, բայց սա ինձ տվեց ավելին, որ ես կարողանամ քրագետ լուծելով աշխատել, բայց պատկերացրեք, որ ես արդեն իմ գաղափարն ստեղծել մի հատ բիզնես, որը որ առաջ կտանի ինձ ամեն ինչի։ Դուք տանը մինչև եք որևէ պատվերներ անում եք։ Այո։ Իսկ հիմա արդեն ունեմ նպատակ, որ ունենամ բիզնես, հենց ատելյե նորաձևության սրահ, ու չէ նաև ուսումնական կենտրոն։ Շնորհակալ եմ։ Թորոսյան Գայանե, լավ, Պետրոսյան Մարիամ Գերազանց, Օվսյան Ռոզա Գերազանց, Եգանյան Հերմինե Գերազանց, Ներյան Ժենյա Գերազանց, Գեորգյան Սաթենի, լավ։ Միասին նկարվեք, հա։ Դերի աղջիկներ, Սա ուղարկել եք։ Յուրաքանչյուր տարի որ մեր ուսանողների շրջանում մի ավարտում են, մի քանի աղջիկներ սիրում ու սիրուն ճանապարհով են անցնում։ Այս ճանապարհից հետո շատ կարևոր է, որ դուք ձեր մասնագիտության մեջ, ով որ ճանապարհ ունի հարթելու, հա, ուզում եք գնալ այդ մասնագիտությամբ աշխատի շահ, ուզում ենք որ դա շատ հաջողի, ու շատ ուզում ենք որ հետադարձ կապ պահեք, գաք ու ցույց տաք ձեր հաջողությունները, որտեղ ձեր հաջողությունները դրանք մեր հաջողություններն են։ Յուրաքանչյուրի հաջողություններով ընկերների ես ուսուցիչները շատ ողջևորվում ենք, ուրախանում ենք, հասկանում ենք ապրել դրանով, տեսնելով թե ինչ հետաքրքիր մարդիկ են մեծանում, զարգանում, հա, նոր ճանապարհ գտնում ձեզ համար, այնպես որ դա պարտադրում ենք, որ հետադարձ կապ պահելով մեզ տեղեկացնեք ինչ ճանապարհով եք անցել, ու մենք անընդհատ իմանանք ձեզ մասին, իմանանք ուր եք հասել, ինչով եք զբաղվում, հա, ու մեծ ուրախությամբ ձեր յուրաքանչյուրի հաջողությունը մեր հաջողությունը համարենք։ Այդպես է։ Ես հիմա խոսքը հանձնեմ հանձնաժողովի հարգելի նախագահին, որից հետո կասեն գնահատում արդեն ձեզ։ Գնահատում ինչ եք անում։ Շատ ուրախ էի լինել ձեր մեջ, 3-4 տարին արդեն երևի այստեղ եմ, առաջին շնորհակալ եմ ձեզ, որ կա այս համագործակցությունը մեր միջև, երկրորդը ձեր նման էլի ամեն տարի 5-6 ուսանողներ են լինում, միակ բանը, որ շատ խորհուրդ եմ տալիս, զուտ իմ պրակտիկայից էլ ելնելով և առօրյա կյանքից էլ ելնելով, միշտ եղեք համարձակ, որը շատ կարևոր է, ոչ թե կարի մեջ կամ հագուստի մեջ, այլ եղեք համարձակ ձեր քայլերի մեջ, որովհետև ես ամեն տարի դա ասել եմ, հիմա նորից կասեմ, հաճախակի պատվեր է լինում, որ ասում են կարող ես անել, անկեղծորեն, ես գաղափար չունեմ դրա մասին, այլ ասում եմ կարող եմ, չի ասնա խոսքը, և հեռախոսանջատելուց հետո զանգերը գնաց, ոնց կարանք ինտերնետը ամեն ինչը, և արդյունքում կարող հանձնում եմ, իրականում, սա է արդյունքը կարևորը, բայց սա նաև համարձակություն է, որ չվախենաք, մի հատ ծուր կլինի, մի հատ ուղիղ կլինի, չգիտեմ, մի հատ չի լինի, մի հատ չեն վճարի, մի հատ ավելով կվճարեն, մի հատ կգովան, մի հատ կասեն, այս ինչ փնթի աշխատանք ես արել, ամենակարևորը չհուսահատվեք, որովհետև մենք շատ այս դարում, այս արագի մեջ այս դարում մենք շուտ ենք հիասթափվում, օրինակ տնային տնտեսուհի կա, կարող ասի, ալավ, հատ կարեցի ստացվել, վсё, մոռացանք պրծանք, ինչ կար, ինչ բան, զուտ օրինակ եմ ասում, կամ այն մեկը կամ երեխաների են բիտով ընկնում ենք ու մոռանում ենք, որ կարանք հլը արի այն մեր սովորածները իրականացնենք, արի մի հատ կես ժամ, մի ժամ մեր ժամանակ տրամադրենք, որ նոր մի բան անենք, վերցրածը օգտագործեք, որովհետև այս մեկ տարին ձեզանից դա 365 օր ձեր կյանքից գնացել է, թող զուր չգնա այդ ամեն ինչը,
օգտագործեք, կիրառեք, գովացեք, թող ձեզ գովան, համարձակ գնացեք առաջ։ Ամենակարևորն է, թող Աստված օգնի ձեր ամեն մեկի ճանապարհները։ Ես էլ եմ հայտարարում։ Ասա, որ պիտի խնդրեմ սենց սիրուն կանգնեք, գնացում իրականացումը 5 համակարգով, լավ,